իշխանությունները տանում են խաղաղության պայմանագրի տակ, տեղավորելով, որ մենք պետք է ասենց կռացած թշնամու առաջ մեզ պահենք, բայց սա ըստ էության սադրանք է։ Եթե անընդհատ ասում են հայ մարդ, դու չպետք է քո թշնամուն համապատասխան վերաբերմունք ցույց տաս, ըստ էության ոչ միայն ասում են դու գնում ես ստրկացման, նաև սադրում են, որովհետև ես չեմ պատկերացնում, որ հայրենասեր, հիշողություն ունեցող, հայ դենկա ունեցող մարդը կարողանա ընդունելի համարել այն թշնամուն, որը ուղղակիորեն չի հարգում քո գերեզմանները։ Մենք խաղաղության դարաշրջանից ենք խոսում, բայց մենք խաղաղության բանակություն չենք տանում այն իմաստով, որ ինչի եք պղծում մեր գերեզմանները Արցախում։ Ինչի։ Այդ հարցերը մեր պատմական հուշակոթողները ինչի եք պղծում։ Մեր հերոսներին, այսինքն Վազգեն Սարգսյանի ինչ արեցին արձանը, ինչի եք պղծում։ Այդ հարցերը եթե մենք չբարձրացրեցինք, թշնամին մեզ երբեք չի հարգելու, թշնամին մեզ տրորելու է, կեղծ խաղաղության պայմանագրից հետո անմիջապես հարձակվելու է։ Այսա պետքա ոչ միայն իշխանությունը ընկալի, սա նաև պետք է ընկալի հայ քաղաքացին, հայ մարդը, չնայած ես կարծում եմ, որ արդեն բազմաթիվ մարդիկ ոչ միայն ընկալում են, նաև արթնացել են։